Բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք մի բանի մասին, որը շատերիս է ծանոթ հայկական հարսանիքի։ Բայց եկեք մի պահ խորանանք։ Ինչ է իրականում պսակը։ Ինչով է այն տարբերվում ուղակի խոստումից ու դառնում իսկական անխախտելի ուխտ։ Պատկերացնում եք, արարողությունը սկսվում է ոչ թե մի պարզ այովով, այլ հենց այս հարցով։ Սա միանգամից ցույց է տալիս, թե ինչքան լուրջ է ամեն ինչ։ Խոսքը ոչ թե ինչ-որ գործարքի մասին է, այլ մի սիրով, որը պատրաստ է անգամ զոհաբերության։ Հենց այստեղ էլ բացահայտվում է ամբողջ արարողության էությունը, սիրո ուխտը, կամ ինչպես մենք գիտենք պսակը։ Դե եկեք սկսենք հենց պսակ բառից։ Ինչ է դա նշանակում։ Բառացի թակ։ Մտածեք դրա մասին մի պահ։ Սա ուղղակի արարողության անուն չէ, սա թակադրում է։ Իսկ դա արդեն լրիվ ուրիշ մակարդակ է։ Պսակը հայ եկեղեցու 7 սուրբ խորհուրդներից մեկն է։ Իսկ խորհուրդ նշանակում է մի տեսանելի գործողություն, որի միջոցով հավատում ենք, որ Աստծուց անտեսանելի շնորհ է փոխանցվում։ Այսինքն, եթե ամեն ինչ հավաքենք միտեղ, ստացվում է սա։ Պսակը գործարք չի, պայմանագիր չի, որ երկու կողմ են ստորագրում։ Չէ, սա ուխտ է։ Իսկ ուխտի ու պայմանագրի տարբերությունն այն է, որ պայմանագիրը կարելի է խզել, իսկ ուխտը սրբազան կապ է, որտեղ երրորդ ու ամենակարևոր վկան Աստվածն է։ Լավ, բայց այս մեկ մարմին դառնալու գաղափարը որտեղից է գալիս, ինչ է դա ընդհանրապես նշանակում, որպեսզի հասկանանք, պետք է մի փոքր հետ գնանք հենց դեպի սկիզբ, դեպի աստվածաբանական հիմքերը։ Պատմությունը սկսվում է Ծննդոց գրքից, հենց արարչագործությունից։ Այնտեղ Աստված կնոջը ստեղծում է Ադամի կողոսկրից, ու սա շատ կարևոր դետալ է։ Գաղափարն այն չէ, թե կինը տղամարդուց ցածր է, այլ այն, որ նա նրա մի մասնիկն է, նրա անբաժանելի կեսը։ Եվ երբ Ադամը տեսնում է նրան, նրա արձագանքը հենց սա է. այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին իմ մարմնից։ Սա ոնց որ ասի, վերջապես, նա ինձնից է, մենք նույնն ենք։ Սա էլ հենց այդ խորը էական կապի առաջին արտահայտությունն է։ Ուրեմն ստացվում է, որ տղամարդը թողնում է իր ծնողներին, միանում է կնոջը, ու նրանք դառնում են մեկ մարմին։ Հենց սա էլ պսակի խորհրդի ամբողջ իմաստն է։ Երկու տարբեր մարդիկ խորհրդավոր կերպով դառնում են մեկ ամբողջություն։ Ու սա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով, մտքով, զգացմունքներով։ Ահա թե ինչ է նշանակում մեկ մարմին։ Դե լավ, տեսական մասը հասկացանք։ Իսկ ինչպես է այս ամենը տեղի ունենում իրականում։ Եկեք քայլ առ քայլ նայենք հենց պսակի արարողությանը, որ տեսնենք, թե այս գաղափարներն ինչպես են կյանքի կոչվում։ Ընդհանուր առմամբ կարող ենք առանձնացնել 4 հիմնական մաս։ Առաջինը ուխտադրությունը, այսինքն խոստումները, հետո մատանիները, որոնք անխախտելի կապի նշան են, երրորդ ամենակարևորը թագադրումը, երբ նրանք դառնում են իրենց նոր ընտանիքի թագավորն ու թագուհին, եւ վերջում ընդհանուր բաժակը, որ խորհրդանշում է կյանքի ուրախություններն ու դժվարությունները միասին կիսելը։ Ուխտերի պահին Խաղանյան հարցնում է Փեսային, մինչև մահ Տեր ես, իսկ Հարսին մինչև մահ հնազանդ ես։ Սա իհարկե ավանդական դերերի մասին է խոսում, տղամարդը որպես ընտանիքի գլուխ ու պաշտպան, կինը որպես նրա հենարան։ Բայց ուշադրություն դարձրեք պատասխանին, այո, հրամանով նախծո։ Այսինքն նրանք ընդունում են այս դերերը ոչ թե իրար հանդեպ, այլ որպես Աստծո կողմից տրված կոչում։ Հիմա անցնանք թագերին։ Երբ քահանան նրանց գլխին դնում է պսակները, դա խորհրդանշում է, որ նրանք դառնում են իրենց նորաստեղծ ընտանիքի թագավորն ու թագուհին։ Իրենց սեփական փոքրիկ թագավորության, որը գոյություն ունի Աստծո մեծ արքայության մեջ։ Ու ինչպես ցանկացած ղեկավար, նրանք պատասխանատու են դառնում այդ ընտանիքի, այդ փոքրիկ թագավորության բարօրության համար։ Բացի թագերից կան նաև այլ կարևոր խորհրդանիշներ, օրինակ մատանինները։ Ինչու հենց մատանի, որովհետև այն կլոր է, չունի ոչ սկիզբ, ոչ վերջ, ճիշտ ինչպես հավերժական սերը։ Վառվող մոնները, դրանք հոգևոր ուրախության ու Աստծո շնորհի նշանն են։ Գինին, որը նրանք միասին խմում են, հիշեցնում է Քրիստոսի առաջին հրաշքի մասին հենց հարսանիքի ժամանակ, եւ խորհրդանշում, որ նրանք կիսելու են ամեն ինչ, եւ քաղցրը եւ դառը, իսկ Հարսի սպիտակ զգեստը դա Ադամի ու Եվայի դրախտային անմեղության, նրանց լուսեղեն զգեստների խորհրդանիշն է։ Եվ իհարկե չենք կարող չխոսել խաչեղբոր կամ, ինչպես շատերս գիտենք, քավորի մասին։ Նրա դերը ուղակի կողքը կանգնելը չէ, բառացի խաչի եղբայր։ Նա է, որ ամբողջ արարողության ընթացքում խաչը պահում է զույգի գլխավերևում։ Քավորը դառնում է այս նոր ընտանիքի հոգևոր երաշխավորը, խորհրդատուն, ուստի նրա պատասխանատվությունը շատ մեծ է։ Լավ, հիմա մի պրակտիկ հարց։ Ովքեր կարող են պսակադրվել եկեղեցում։ Կան արդյոք կանոններ եւ արդյոք դրանք միշտ են նույնը եղել։ Եկեք մի հայացք գցենք պատմությանը եւ ներկայիս պայմաններին։ Հետաքրքիր է, որ պսակի արարողությունը միշտ չի եղել այնպիսին, ինչպիսին մենք գիտենք հիմա։
Օրինակ, 4-րդ դարում օրհնությունը հաճախ տեղի էր ունենում հենց զույգի տանը, արդեն 5-րդ դարից սկսում է տեղափոխվել եկեղեցի, իսկ 8-րդ դարում Հովանոց կաթողիկոսը այն դարձնում է պարտադիր, այսինքն ժամանակի ընթացքում այն տնային արարողությունից դարձել է համայնքային, եկեղեցական կարևորագույն ծես։ Իսկ ինչ է պետք այսօր։ Դե, կան մի քանի հստակ պայմաններ։ Առաջինը, երկուսն էլ պետք է մկրտված լինեն հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Պետք է լինեն չափահաս եւ ողջախոհ, այսինքն հասկանան իրենց քայլի լրջությունը։ Իհարկե պետք է լինի փոխադարձ սեր ու համաձայնություն։ Եվ վերջին, բայց կարևոր կետը, նրանք չպետք է լինեն մոտ արյունակիցներ։ Արյունակեցության մասին կանոնը հատկապես հետաքրքիր է։ Տեսեք, եկեղեցական կանոնը պահանջում է, որ զույգը բաժանված լինի առնվազն 7 պորտով։ 7։ Սա ազգակցության այստիծանն է ցույց տալիս։ Իսկ այս հին կանոնի նպատակը իհարկե ընտանիքի եւ սերնդի առողջությունն ու ամրությունը պահպանելն է։ Հիմա եկեք անդրադառնանք մի թերևս ամենաբարդ ու զգայուն հարցին։ Իսկ ինչ է լինում, երբ այսքան սուրբ համարվող ուխտը միևնույն է խախտվում է։ Ինչ է ասում եկեղեցին ամուսնալուծության եւ վերամուսնության մասին։ Եկեղեցու հիմնական դիրքորոշումը գալիս է ուղիղ Աստվածաշնչից, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի, այսինքն իդեալում ամուսնությունը անխախտելի է։ Բայց միևնույն ժամանակ եկեղեցին հասկանում է, որ կյանքը բարդ է եւ մարդկային թուլության պատճառով կարող են լինել բացառիկ դեպքեր։ Եվ այդ բացառիկ դեպքերը շատ սահմանափակ են։ Եկեղեցին ամուսնալուծություն թույլ է տալիս միայն մի քանի ծայրահեղ պատճառներով։ Օրինակ դավաճանության, այսինքն պոռնկության դեպքում, անբուժելի ու վարակիչ հիվանդության դեպքում, եթե ամուսիններից մեկը ճանաչվում է անմեղսունակ, այսինքն խելագար, կամ երբ ամուսիններից մեկը 7 տարի շարունակ անհետ կորած է։ Ինչպես տեսնում եք, սրանք իրավիճակներ են, որտեղ միությունն արդեն իսկ փաստացի գոյություն չունի։ Հետաքրքիր է նաև, որ վերամուսնության դեպքում արարողությունը տարբերվում է։ Գոյություն ունի երկու տեսակի փսակ։ Առաջինը կույսի փսակն է, ամենահանդիսավորը, որը նախատեսված է առաջին անգամ ամուսնացողների համար։ Երկրորդը կոչվում է երկրորդ փսակ։ Այն ավելի զուսպ է, աղոթքներն ավելի ապաշխարական բնույթ ունեն, քանի որ այն նախատեսված է այրիների կամ ամուսնալուծվածների համար։ Ու շատ կարևոր մի կանոն՝ եկեղեցին երրորդ անգամ փսակադրվել թույլ չի տալիս։ Այսպիսով, ինչ ենք մենք հասկանում այս ամենից, որ փսակը պարզապես մեկ օրվա գեղեցիկ արարողություն չէ, հարսանիքի ավարտը չէ, ճիշտ հակառակը, դա սկիզբն է։ Սա մի ամբողջ կյանքի ճանապարհորդության մեկնարկն է, մի կոչում, որը պահանջում է ամենօրյա աշխատանք, սեր, հավատարմություն ու աջակցություն։ Եվ վերջում ուզում եմ թողնել մի հարց մտածելու համար։ Մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կարծես ժամանակավոր է, որտեղ պայմանագրերը կնքվում ու խզվում են ամեն օր, ինչ կարող ենք մենք սովորել ցմահ ուխտի հնագույն գուցև իդեալիստական գաղափարից։ Գուցե դրա մեջ կա մի իմաստություն, որն այսօր մեզ ավելի շատ է պետք, քան երբևէ։ Շնորհակալություն ուշադրության համար։